Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարծես թե նորից լարվել են։ Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարին։ Ադրբեջանն էլ հետախուզում է հայտարարել 3 ռուսաստանցու նկատմամբ։ Շանտ Նյուզի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանին հաջողվել է գտնել այդ 3 ռուսաստանցիներից 2-ին եւ զրուցել նրանց հետ։ Այս պահին մենք կապ ենք հաստատում Մոսկվա զրուցելու Վահե Ավանեսյանի հետ։ Վահե, ողջույն, ովքեր են այդ 3 ռուսաստանցիները եւ ինչ մեղադրանքներ է նրանց նկատմամբ առաջադրել Ադրբեջանի դատախազությունը։ Հագնտ խոսքը գնում է 3 քաղաքագետների, քաղաքական վերլուծաբանների, լրագրողների մասին, ովքեր հանդես են գալիս համատեղ ոդքասթով, նրանց ոդքասթը կոչվում է «Чистота понимания», հասկանալու կամ հասկացողության մակրությունը, Ալեքսեյ Չադաևը, Սեմյոն Ուրալովը եւ Իվան Կնյազևը։ Նրանք բավական ոչ սովորական մոտեցում ունեն տարբեր հարցերի քննարկմանը, ես կասեի ավելի շատ փիլիսոփայական քննարկումներ են ծավալում իրենց ոդքասթում եւ խոսքը այն դրվագի մասին է, որտեղ նրանք խոսում էին պատասխանատվության մասին եւ խոսում էին հետխորհրդային երկրների պատասխանատվության մասին ու նրանք օրինակ են բերում Ադրբեջանը, ասելով, որ նրանք հրաժարվել են լինել իրավահաջորդը խորհրդային միության, խորհրդային Ադրբեջանի եւ նրանք իրենց համարում են իրավահաջորդը մուսավաթական Ադրբեջանի, ուստի նրանց նկատմամբ որոշակի պահանջներ կարող է ունենալ Ռուսաստանը որպես ռուսական կայսրության իրավահաջորդ եւ իրենց խոսքում նրանք տալիս են այնպիսի ձևակերպումներ, որ այն գործիչները, այն քաղաքական առաջնորդները, ովքեր չեն կատարում իրենց վրա վերցրած պատասխանատվությունը, պետք է հեռացվեն։ Այս փիլիսոփայական զրույցի մեջ, երբ որ այդ բառը հեռացնել առանձնացնում ես եւ դու կտրում ես կոնտեքստից եւ կարող է դա ֆիզիկական ոչնչացման մասին խոսքը լինել եւ հենց այդ բառակապակցությունից կախվելով Ադրբեջանի դատախազությունը նրանց մեղադրում է այն մասին, որ իրենք ֆիզիկական ոչնչացմամբ են սպառնացել Ադրբեջանի նախագահին։ Բացի այդ իրենց խոսքում նրանք խոսում են Արցախի մասին, Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին եւ այնտեղ նրանք միանշանականորեն են խոսում այդ թեմայով, որը նույնպես Ադրբեջանի դատախազությունը դիտարկում է որպես Ադրբեջանի ամբողջականության ոտնահարում եւ մենք զրուցեցինք Սեմյոն Ուրալովի հետ, նա իր խոսքում իր տեսակետը մանրամասնեց բացատրեց, առաջարկում եմ լսել հենց այդ հատվածը։ Մեղադրանքի բանաձևի հիմքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է։ Այդ հարցում ես միշտ ունեցել եմ հետևողական դիրքորոշում։ Այդ տարածքը, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ կամ Արցախ, 100-ամյակներ եղել է եւ հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ բնակության վայր։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ վերջին պատերազմից հետո, եթե չեմ սխալվում, պաշտոնական տվյալներով այնտեղ մնացել էին 10 հայ բնակիչներ։ Դա իհարկե հայ բնակչության բռնի տեղահանում է իրենց բնակավայրից, բայց որ չառաջանա այնպիսի մտայնություն, թե ես իբր հայամետ գործիչ եմ, նախկինում ես նաև ասում էի, որ ադրբեջանցիների արտաքսումը Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներից նույնպես այդպիսի տեղահանություն է եղել։ Վահե, ինչ է ենթադրում այդ մեղադրանքը նրանց համար եւ առհասարակ ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի քաղաքացու համար նման հետախուզման մեջ հայտնվելը։ Հագն առաջին հերթին դա սահմանափակում է նրանց հնարավորությունները դուրս գալ արտերկիր եւ արտասահմանյան երկրներում, եթե իրենց չհաջողվի ապացուցել, որ այդ հետախուզումը քաղաքական ենթատեքստ ունի, ապա եւ այդ հետախուզումը շարունակի գործել, ապա նրանք պարզապես Ռուսաստանից չեն կարող դուրս գալ որևէ այլ երկիր, որովհետեւ նրանց կսպառնա ձերբակալություն եւ արտահանձնում Ադրբեջանին։ Այս իմաստով նրանց կյանքը բավական բարդ վիճակում է հայտնվում եւ բացի այդ Ալեքսեյ Չադաևը հանդիսանում էր տրանսպորտի նախարարի խորհրդական եւ նա անմիջապես երեք մեր զրույցում նա նույնպես ասաց, որ հենց իմացել է այդ մասին, որ իրենք հետախուզման մեջ են հայտնվել, ինքը հրաժարական է տվել եւ դրանով չի ցանկացել, որ իր գործողությունները, իր խոսքը արտացոլվի որպես Ռուսաստանի պետական տեսակետ, ուստի իր նախարարությունը վտանգի տակ չդնելու համար նա հրաժարական է տվել եւ այսպիսով իր կյանքի վրա դա նույնպես ազդեցություն ունի։ Ալեքսեյ Ուրալովը տրանսպորտի նախարարի խորհրդականի պաշտոնի իր հրաժարականը ստորագրելուց անմիջապես հետո պատասխանել է Ադրբեջանի
այդ հետախուզությանը եւ կատարել է գրառում, որում դիմում է Ադրբեջանի նախագահին, նվիրում է նրան իրենց ոդքասթի անունով վերնաշապիկ եւ խորհուրդ է տալիս ազատ արձակել Ադրբեջանում անմեղ պահվող ռուս քաղաքացիներին։ Իսկ Սեմյոն Ուրալովը, որը պարզապես քաղաքագետ է եւ այսպես ասած անկախ գործիչ է, նա ասաց, որ պատրաստ է եղել նման մեղադրանքների, առաջարկում եմ հենց իր բացատրությունը այդ մասով լսել։ Я за свою безопасность, так сказать. Ես իմ անվտանգության համար ոչ թե չեմ անհանգստանում, այլ այս իրավիճակն իմ ընտրությունն է։ Ես այդ ընտրությունը որպես քաղաքական փորձագետ արել եմ այն ժամանակ, երբ բազմիցս այցելում էի Մերձդնեստր, հետո Հարավային Օսիա։ Այնպես որ ես սովոր եմ, որ իմ նկատմամբ պահանջներ կան այլ երկրների, այսպես ասած, անկախական ղեկավարներից։ Տեսնենք, թե այս միջազգային հետախուզումը ինչի կհանգեցնի, բայց չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունի հետախուզում հայտարարել հանրային գործչի հանդեպ, երբ դա վերաբերում է նրա ասած խոսքին։ Եթե հարցեր ունեին, կարող էին սկզբից փորձել կապվել, հասկանալ տեսակետը, չէ՞ որ ես չեմ թաքնվում։ Եթե չի արվել դա, ուրեմն նպատակն այլ է՝ վախեցնել, խնդիրներ ստեղծել։ Վահե եւ վերջում ինչպես է արձագանքել պաշտոնական Մոսկվան։ Պաշտոնական Մոսկվան առաջին հերթին պաշտպանեց իր քաղաքացիներին, բայց եւ ասաց, որ չի կիսում նրանց հայտարարությունները, նրանց տեսակետը չի կիսում եւ այս իմաստով կարևոր է լսել Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, նա գրավոր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրել է իրենց պատասխանը այդ հարցի կապակցությամբ։ Լսենք այդ հատվածը։ Նշված մասնավոր անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Մոսկվայի դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Համարում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է զարգանան երկկողմանի պայմանագրաիրավական հենքի վրա առաջին հերթին Մոսկվայում 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված ռազմավարական համագործակցության հռչակագրի հիման վրա։ Միևնույն ժամանակ մենք կապահովենք մեր քաղաքացիների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետության դատախազությունը նրանց նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում։ Վաղն պետք է ասել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են մնալ ճգնաժամային վիճակում, իրավիճակը կրկին սուր է, լարված է, բայց ինչպես տեսանք, բավական զուսպ է արձագանքել Ռուսաստանը պետական մակարդակով, այսինքն նրանք ցույց են տալիս, որ այս ճգնաժամը ավելի խորացնելու մտադրություն իրենք չունեն։ Շնորհակալություն Վահե, ես հիշեցնեմ, մենք կապ էինք հաստատել Մոսկվա եւ զրուցում ենք Շանտյուզի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հետ։